Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանը եմ ներկայացնում վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ թանկարժեք մետաղների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը 2021 թվականի մայիսի 24-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը պարունակում է բազմաթիվ դրույթներ, պահանջներ, որոնք սահմանում են Եվրասիական տնտեսական միության տարածքում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի շրջանառության միասնական պայմաններ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար։ Այն հնարավորություն կտա անդամ պետությունների տնտեսվարողներին տնտեսվարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական եւ ադամանդագործական արտադրանքը առանց լրացուցիչ վարչահարության։ Նշվածի նպատակով անհրաժեշտ է կատարել համաձայնագրով սահմանված բոլոր պահանջները, այդ թվում օրենսդրական կարգավորումների միջոցով, համահունչ դարձնելով ոլորտին վերաբերող բոլոր իրավական ակտերը։ Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել ազգային իրավական ակտերը ներդաշնակեցնել համաձայնագրով սահմանված դրույթների պահանջներին։ Մասնավորապես ներկայացված փաթեթով մի շարք փոփոխություններ իրականացվել թանկարժեք մետաղների օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Նախագծով թանկարժեք մետաղների մասին օրենքից հանվել է նաև տուգանքներին վերաբերող դրույթները, քանի որ նույն տուգանքները սահմանված են վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, հետևաբար այլ օրենքներով տուգանքների սահմանման կրկնությունը աննպատակահարմար է։ Սույն իրավական ակտերից հետո նախատեսվում է մշակել երկրորդ մակարդակի իրավական ակտեր։ Միևնույն ժամանակ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով տուգանքների չափի բարձրացումը պայմանավորված է օրենքի սահմանած պահանջների խախտման դեպքում կիրառվող պատժամիջոցի համաչափության տրամաբանությամբ, մասնավորապես թույլ պատժամիջոցի առկայության պարագայում կարող է առաջանալ օրենքը խախտելու գայթակղություն։ Ինչպես նաև հաշվի առնելով, որ այդ ապրանքները շրջանառվելու են ԵԱՏՄ տարածքում, պատժամիջոցի խստացման առաջարկ արվել է նաև ԵԱՏՄ մոնիտորինգ խմբի կողմից, որպեսզի նաև ապահովի պատժամիջոցների ներդաշնակությունը ԵԱՏՄ տարածքում։